սրանք են հայտնի պիպետկայով մանեկող խամերի ծնողներն են 5000 դրամ փող էր ինձ պետք որ դեղ առնեմ, նարկոտիկ առնեմ, պարեկից եմ ուզում ամբողջ ղուշբազների մաֆիան կովի ամուսինը ցուլը գալիս է քեզ պոզերով խփում է Չոբան առնա մահակը գալիս է համապատասխանաբար տեղավորում է Քիսո ջան դու մեզ սպասի մոտորերս մենք կգանք ամբողջ խմբով տեսակցության Բարև ձեզ Արմնուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, բարև ձեզ Տիկին Պողոսյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել մի թեմայից, այն է կենդանուն տանջամահ անելը, բոլորին հայտնի է, որ դուք կենդանասեր եք եւ պայքարում եք, որ կենդանուն տանջամահ անող մարդիկ կրեն իրենց պատիժը, կարծես թե հայտնվել եք ինչ-որ զույգի թիրախում, որոնք հայտնի համերի վարորդի ծնողներն են։ Խնդրում եմ ներկայացնել, թե ինչ պատմություն է, ինչու եք հայտնվել իրենց թիրախում։ Նախ շնորհակալ եմ արձագանքելու համար, որտեվ հիմա այս պարագայում բոլորը մենակ ընտրություններն են արձագանքում, շատ թեմաներ մնում են լուսանցքից դուրս։ Հա, ես կենդանասեր եմ, ես շատ եմ սիրում բոլոր կենդանիներին, թե վայրի կենդանիներին, թե ընտանի։ Բայց գիտեք ինչ, այստեղ պայքարում են ոչ թե կենդանիների կոնկրետ, հա, խոշտանգում, սա ընդամենը թույլ եւ անպաշտպանի նկատմամբ մեր հիվանդ հասարակության, այսինքն հասարակության հիվանդ շերտերի վերաբերմունքն է։ Ես ինչ եմ կենդանուն, ասենք ես շիզոֆրենիկ չեմ, ես նենց չի որ ուրիշ բան չունեմ զբաղվելու եւ այն որ մեկ-մեկ ասում են, փոխանակ ուրիշ բաներով զբաղվեք, երևի այնքան ինչքան ես զբաղվում եմ լիքը տարբեր բաներով Այստեղ խնդիրը գիտեք ինչ է, մենք բոլորս ուզում ենք առողջ հասարակությունում ապրենք եւ ես չեմ ուզում ապրեմ սադիստների ու մանյակների կողքին եւ այն մարդկանց կողքին, ովքեր որ կայանում են կենդանու վրա։ Խոսքը վերաբերվում էր, եթե հիշում եք Արարատի մարզում զոոսադիստը, որ ընտանիքի հետ, կնոջ եւ որդու հետ երեքով են եղել կինը եւ որդին, իրենք տանջամահ արեցին այդ փոքր կատվիձակին, որտեղ այդ կատվիձակը կերել էր աղունիկ։ Եվ մի բան ասեմ, որ ես առաջ չէի շփվել նման մարդկանց հետ եւ հիմա հասկացա, որ այս աղավնի պահողները սրանք հատուկ կատեգորիա են, հիմնականում քրեական մշակույթի այն հատակում գտնվող, հատակում էլի, իսկ sense մեջտեղը գտնվող ինչ որ մի հատ կերպարներ են սրանք Եվ բոլորը ասում են, որ իրանք չեն աշխատում, բայց բոլորը շատ բարվոք ապրում են։ Եվ այդ տանջամահ անելու կադրերից հետո բնականաբար տեղն ու տեղը մենք 3 հոգով դիմեցինք գլխավոր դատախազին եւ պահանջեցինք, որ անհապաղ ձերբակալվի այդ մարդը։ Գիտեք, կենդանուն կարելի է չսիրել, այդ հիմար բառեր որ ասում են փոխանակ մարդ պաշտպանեք, կենդանի եք պաշտպանում, իրականում մարդ ենք պաշտպանում, մարդուն պաշտպանում ենք այ երկոտանի կենդանիներից։ Այդ երկոտանի, որ իրանք մարդկային մատերիալ են, դրանք մարդ չեն։ Եվ առաջի անգամ երևի Հայաստանում այդ զոոսադիստը ձերբակալվեց, եթե հիշում եք։ Հա, եւ մենք սենց շատ հետևողական խումբա մեր մեջ, այսպես մենք միավորվել ենք խմբով մարդիկ եւ այդ ամբողջ խումբը մինչեւ այսօր մասնակցում է այդ դատական նիստերին, բայց այստեղ մեծ թերություններ կա, որովհետեւ Արտաշատի Արարատում հայտարարում են, որ դատախազություն գոյություն չունի։ Չկա։ Ասեմ, նման կառույց չկա, վեդիու քնչական բաժին գոյություն չունի, իդեպ տեսնելով որ գոյություն չունի, մենք նոր տարվա այդ Սուրբ Ծնունդ 25-ին ամսի խնկարկեցինք, սիրուն սև լենտով կապեցինք, դե հիմա որ եթե մեռել է այդ բաժինը, մեռել է չկա։ Տեսեք, ես չեմ ասում որ ոստիկանություն չկա, որտեղ ոստիկանությունը, որ միշտ քլնգում ենք, հայտը ձեռներս ասում ենք, բայց Արարատի մարզի ոստիկանությունը սկզբից առ այսօր գտնվում է բարձունքի վրա, մինչդեռ քնչական մարմին գոյություն չունի, որի ես հենց հիմա կապացուցեմ, իսկ ինչ վերաբերում է դատախազությանը Արարատի մարզի, այդ կառույցը եթե փակեն, ոչինչ չի փոխվի եւ հիմա ասեմ ինչի։ Եվ այն ինչ որ հիմա է կատարվում, ինչի ենք հայտնվել, հիմա մեկ այլ իր կոմպանիոնների թիրախում, որոնք հայտնի են պիպետկայով ամֆետամիներ, մետադոններ, ինչ որ մի բան շնչում էր այդ դա
այդ խամերի վարորդն էր, դրա ծնողներն էին։ Մենք բարբերաբար գնում ենք այդ զոոսադիստի դատական նիստերին, իդեպ ասեմ, որ խմբային ա եղել հանցագործությունը, բայց տղան եւ կինը չգիտես ինչու որպես մեղադրյալ էսպային ներգրաված չեն, մեր համար անհասկանալի, ու երբ որ մեղադրող դատախազին փորձում ենք հարց տալ, մեղադրող դատախազը կատվից արագ փախնում է, ուղղակի փախուստ է դիմում։ Նույն գործով մենք իդեպ գիտեք ինչ իրավագիտությունը եւս պիտի զարգանա մեր հասարակության, սոցիումի պահանջների հետ։ Երբ որ մենք խոսում ենք խուլիգանության մասին, ընդհանրապես բոլորը չգիտես ինչի պատկերացնում են դա պետքա լինի փողոցում եւ հայոյանքը պիտի մենակ փողոցում հնչի, այլ չհնչի տարբեր տեղեր եւ այլն եւ այլն։ Եվ երբ որ մենք խոսում ենք, որ նման գործերով ես հեսա դրան կանդրադառնամ, եւ երբ որ մենք խոսում ենք, որ պետքա տուժող ճանաչել մարդուն, ասենք հիմա դուք պատկերացնում եք, հարգելիս, մենք ամիսներ շարունակ 30 հոգեանոց խմբով գնում գալիս ենք, այսինքն փաստացի այդ գործը մեզ հետաքրքրել է, մենք հաղորդում ենք տվել։ Ասեմ ինչի չկա քնչական բաժին, դուք sense բան տեսել եք, գործը դատարանում է, որևէ մեկս չենք հարցաքննվել, հաղորդում տվող անձիկ։ Այսինքն ինքը մենակ հարցաքննել է այդ կատու տանջողին ու ինքը իրան եթե հարցաքննել է եւ տուժող չճանաչեցին որևէ մեկից, ես էլ եմ ասում, քանի որ սոցիումը զարգանում է, այսինքն պետքա մնացածն էլ զարգանա։ Քրեական դատավարության օրենսգրքում հստակ գրած է, որ տուժող այն մարդը, որ հոգեկան ցավ է ապրել, ոչ մենակ ում գլխին խփել են ֆիզիկական կամ բռնաբարել են կամ երևի այնքան մոնետիզացված է մեր հասարակարգը, որ չեն պատկերացնում, որ մարդ կարա հոգեկան ցավ ապրի, եւ տուժող չճանաչեցին այդ դատախազությունը, նաեւ այդ դատախազության որոշումը բողոքարկեցինք դատարան, դա մի առանձին թեմա է, դրա մասին խոսացել ենք, այնտեղ ոմն Ռիմա Առաքելյան կա դատավոր, նույնիսկ կանոնը որպես դատավոր ասելուց ծիծաղս գալիս է, հետո առանձին կներկայացնեմ, դա այն մարդներ, որ Ջանգիրյան օրոքներից չդարձավ դատավոր, չգիտես ինչի Կարեն Անդրեասյանը վերցրեց, ճակատը պատճեց, սարքեց դատավոր մի մարդու, ով ընդհանրապես տեղյակ չի ոչ մի բանից, նա էլ մերժեց եւ ըստ էության մենք այդ դատական process-ում զրկված ենք որևէ մասնակցությունից, այսինքն ունենք այնքան մասնակցություն ինչքան դուք, բայց մենք ուղղակի գնում ենք այնտեղ։ Եվ հիմա երբ որ մենք գնացինք Էլ եմ ասում, չի կարելի այդ քառակուսի մտածելակերպից, այդ կվադրատի Ռուբիկ կուբիկից իրանք պետքա դուրս գան, երբ որ տենց ասում են, տենց բան չի եղել, արեք թող լինի։ Ամեն բան ի վերջո ինչից սկսվեց, կարծես թե ձեզ նաև հայհոյել են։ Ասեմ, քանի որ մենք բոլորս գնում ենք այդ դատական նիստերին, այդ ամուսինները, ովքեր որ մոտիկացել էին հերթական անգամ, այս վերջի անգամ, փորձեցին սադրել, ինչ որ մի կին էր էլի, հա, համենայնդեպս տղամարդ չէր, հերվում մոտիկան, երբ որ ուղիղ եթեր էր, մենք բացատրում ենք, թե ինչ ենք եկել, մոտիկացավ ու սկսեց վանկարկել շատ վատ ձևով, որ ես գիտեի դու մարդու իրավունք ես պաշտպանում, երևի ինքն է իր տղայի հետ, երևի իրանց մոտ ընտանեկան է այդ սերը պիպետկայի ու մետամֆետամինի, մետադոնի ու մնացածի նկատմամբ, սկսեց բղավել այնտեղ, վանկարկել, կատու եք պաշտպանում, փոխանակ իմ անմեղ տղուն պաշտպանեք, այդ նույն զույգը պարբերաբար գալիս է այդ զոոսադիստին պաշտպանելու համար, այսինքն սրանք էլ են ժողովրդի ասած ղուշբազ, այսինքն ղուշբազները միշտ էլ եսիմ ինչ կատեգորիա են եղել, ես հետո իմացա, որ դրանք այդ խամերի պապա մաման են, բայց սա առաջի անգամ չէր, այսինքն նախանցյալ դատական նիստին եկել են, որ սադրեն չստացվեն, հիմա արդեն ստացվեց, որովհետև խնդրեցինք, որ խաղաղ ակցիա է հեռու գնան, սկսեցին վանկարկել տարբեր բառեր, ամենակուլտուրականը կասեմ լիրբ, այն ինչ որ ասել են, ու բոլորին, այնտեղ որ մենք բոլորս, բոլորին ոչ եթերային բառապաշարը, ոչ եթերային, հա, եւ ընդհանրապես ոչ մարդուն հարիր, նամանավանդ իր ամուսնու հետ, էր ամուսինն էլ պարզվում է հայ առաքելական եկեղեցուն դպիրա։ Դուք տենց բան տեսել եք, բիսպիցի մինուտ տեր, այս անգամ երևի այնտեղ գնում է այլ խաչով, այս անգամ են տենց բերթում, գաղութում սարկած խաչը ստեղ դրած, եկել են,
Բնականաբար այնտեղ սկսվելու էր որոշակի քաշքշուկ, որտեղ դե տղամարդիկ էլ կան մեր խմբում եւ այլն, նույնիսկ ուղիղ եթերում երևում է, որ բոլորին քաշվում է մի կողմ, որտեղ մեր խումբը յուրահատուկ ցիվիլ խումբ է, որ նույնիսկ դատարանի կարգադրիչներով խորին հարգանք են տածում, եւ հետո սկսեց շարունակվել այդ սրանց լկտի երևի իրանց ընտանիքում ընդունված լեքսիկան, բնականաբար։ Իսկ հետո նոր ես իմանում եմ, որ սրանք են հայտնի պիպետկայով մանեկող խամերի ծնողներն են, որ չեն կարացել իրանց լակոտին դաստիարակեն, որը դրանք դի ոչ թե 3-4 տարի դատապարտեին, դա հակահասարակական երևույթ է ընդհանրապես։ Մի մարդ, որ կարող է ուրիշների ավտոների վրա ասի 5000 դրամ փող էր ինձ պետք, որ դեղ առնեմ, նարկոտիկ առնեմ, պարեկից եմ ուզում, ու դրա ծնողները դեռ իրավունք ունեն գալ են դեղ եւ կեղտոտ բառերով, դա խուլիգանություն է։ Ես ինչի խուլիգանության այն ժամանակ անդրադարձա, որ երբ որ մենք ասում ենք, որ եթե մեկնաբանություն է գրվում հայհոյանք է, դա եւս խուլիգանություն է, իրավապահ համակարգը չէր համաձայնում, ասում են չէ փողոցում տիլնի, իդեպ ասեմ, որ այդտեղ էլ ենք հաջողության հասել, քրեական վարույթ է նախաձեռնվել կոմենտով հայհոյան գրելու համար, եթե հետո պետք լինի սրա մասին կխոսանք, որտեղ սա շատ մարդկանց կարող է հետաքրքրի։ Սրանք արդեն այս անգամ էլ փողոցում էին իլուր ամբողջ հանրության։ Մենք սուսուփուս գնացինք դատական նիստի, բայց բնականաբար մեր խմբի անդամներից Գոհարը Մանուշակյան զանգարել էր 102, շատ արագ, ասեմ Արտաշատի ոստիկանությունը իրա բարձունքի վրա էր, իրանք շատ արագ եկան, բայց մենք դատական նիստին մտանք, դուրս եկանք, հետո դրանից հետո ես եմ հաղորդումը ներկայացրել եւ հիմա ինչա կատարվում ամենասարսափելին այդ խամերի ուրեմն ծնողները բնականաբար գտնվում են ինչ որ մեկի բարձր հովանու ներքո ունեք կասկածներ թե ովքեր են հովանավորները ունեմ բայց այսօր թույլ տվեք չասեմ որովհետեւ ես դա պետքա հստակեցնեմ հա իրավապահ համակարգից է ում հովանու ներքո որ գտնվում են այդ ամբողջ ղուշբազների մաֆիան Սա, նա, այսինքն սա, և ինչ ասում, եկել այնտեղ գոռում, ասում է, լավ արե այդ մարզպետը, որը տենց սատկացրել է այդ կատվին, որտև ինքը աղունիկ էր կերել։ Ուզում ես նայես դրա կոմպլեկցիային այդ ասող արտաբերող կնոջ մետրի վրա ու հարցնես, որ դու այդ լենքիդ տվել ես, բա դու ինչ ես ուտում։ Դու էլ ոչխար ես ուտում, չոբան առնա մահակը գալիս է համապատասխանաբար տեղավորում է կամ չգիտեմ այնտեղ կովի ամուսինը ցուլը գալիս է քեզ պոզերով խփում է, այ հսկա տորքանգեղի արտակինով տիկին, այս ով ես դու։ Բայց ամենասարսափելին գիտեք որն է, որ սրանք այնքան իրանց անպատժելիության վրա վստահ են, եւ եթե մեր բարձրաձայնել չլիներ, այդ զոհսադիստին էլ Արտաշատի դատախազությունը արդարացնում էր։ Այսինքն սրանք այդ նույն գաղափարը կրող մարդիկ են, ոնց կարանանք դատախազ լինեն։ Սա պետքա դիմել Տիկին Վարդապետյան, այդ Արտաշատի դատախազությունը փակեք Արարատի մարզի, որովհետև ճիշտն է, եթե չլիներ գլխավոր դատախազությունը եւ մենք գնացել են գլխավոր դատախազություն, այս գործը ընթացք չէր ունենալու, այսինքն սրանք, այս մարզպետը, այս խամերի պապա-մաման, ինչ է Արտուր Սահրադյան եւ տիկինս չգիտեմ անունը ինչա, իրանք ունեն հովանավորներ, որ հիմա ասեմ ինչով ապացուցում։ Բնականաբար մենք հաղորդում ենք տվել դրա վերաբերյալ, որից հետո ոստիկանությունը նյութեր է նախապատրաստել եւ ուղարկել է քննչական բաժին, որ պետքա քրեական վարույթ նախաձեռնվի, բացառապես կասկած չենք ունեցել, բայց կասկածները սկսեց արդեն երբ որ կոմենտները, այսինքն սրանք լուր էին, հետո երբ որ հարցերը լուծեցին, արդեն սկսեցին այն կոմենտները, որ սրանք են գրել, սա ակնհայտ խուլիգանական եւ սպառնալիքներ պարունակող կոմենտներ է, եւ զանգահարում եմ ես Արարատի մարզային քննչական վարչություն, ինձ ասում են, որ ինչ-որ Քրիստինե Մանասերյան է այդ զանգում եմ իրան, ասում եմ ոնց դիմեմ ձեզ, տիկին օրիորդ ոնց դիմեմ, թե նա նորմալ հարց է, չգիտեմ այդտեղից էլ երևի ինքը իրան վազգաց, ես քրեական վարույթ չեմ նախաձեռնել, չի նախաձեռնել, պատկերացնում եք ինչ-որ քիսո, քանի դեռ պարոն Արթուր Պողոսյան, իմ խորին հարգանքը գիտեք ձեր նկատմամբ, բայց քանի դեռ քննչականներում գայուշիկներ ու քիսոներ են, սա
նշանակելու է ամբողջ քննչական կոմիտեի անունը, քիսո էլի։ Հիմա այս քիսոն եթե գտնում ա որ լիրբ բառը, դա ամենամեղմն եմ ասում, մնացածը օգտվելու նրանց որ եթերա չեմ ուզում օգտագործեմ։ Եթե սա գտնում ա որ այդ բառը նորմալ է, այսինքն սա իրանց տան քիսոյի մամա պապայի օգտագործած բառերն է երևի թե կամ Արտուր Սարաջյանի հովանավորներն են քիսոին ասել, որ քիսոն չհարուցի, քիսո ջան դու մեզ սպասի մոտորերս, մենք կգանք ամբողջ խմբով տեսակցության, սա ինչ է նշանակում, այսինքն մենք այսօր բուծում ենք քննիչներ, մանկահասակ 95 թիվ, 98 թիվ, 2024 թիվ երևի արդեն բարուրից քննիչներ, որ ասենք, որ մեր գենդերային հավասարություն է, լցրել են աղջիկներ, որ կարան մենակ շիուակից խոսան, ուրիշ ոչ մի բանից դրանց ուղեղը չի ասնում, եւ քիսուլիկը, այդ Մանասարյան, ասում է ես գործ չեմ հարուցում, ասում է թե վիրավորանք չկա։ Ի վերջո դուք ինչ եք պատրաստվում անել։ Մենք այն բաներ ինչ որ պատրաստում ենք անենք, Քրիստինե Մանասարյանը եթե իմանա, ոչ միայն քննչական որպես քննիչ կհրաժարվի իր աշխատանքից, այլև ինքը իրան ինքնադեպորտ կլինի Արարատի մարզից ընդհանրապես։ Բնականաբար սա նման կերպ չի լինելու եւ այն հաջորդող գրառումները, որ կատարում է Խամերի վարորդը, որը այսօր դատապարտյալ է, ու իր ծնողները Արփի Եգիազար, այդ Գևորգ, այդ բանը Մարզպետ Գևորգ Գրիգորյաններ ինչ է, այս բոլորը, երբ որ իմացել են, որ Քիսուլիկը քրեական վարույթ չի նախաձեռնում, այդ նույն Խամերի եղբայրը Ոմը Ֆելո Սարաջյան վերջի հայհոյանքներով իդեպ օգտվելով առիթից ասեն Ֆելո ջան, այդ ինչ որ դուք գրում եք, կարծում եմ, որ քրեակատարողական հիմնարկում կարա կատարվի ձեր հետ, եւ այս ամբողջ ընտանիքը սրանք պետքա մեկուսացվեն հասարակություն։ Սպառնում են ձեզ նույնիսկ։ Իհարկե, այդ ամբողջը սկրինշոթերով հիմա ինձ մոտ է, բայց սա ոչ թե ինձ են հայոյում ու սպառնում, իրանք հայոյում ու սպառնում են չկայացած դատախազական համակարգին Արարատի եւ Արարատի մարզային քննչական վարչությանը։ Այսինքն այս բոլոր հայոյանքները ես պերեադրիսացիա եմ անում այդ մարզի իրավապահ համակարգին հանած ոստիկանությունը։ Եվ սրանք ով են, դուք պատկերացնում եք, ես այն օրը նայում եմ, այս նույն այդ Խամերի լակոտը, այդ դրանից առաջ այդ Գեղամ Արտուրի Սարաջյանը դաժան ծեծի է ենթարկել իր կնոջը, որով արդեն 22 թվին քրեական վարույթ է եղել, հետո երևի տենց համոզել են բան, դատարանում արդեն դատարանից իր բողոքը հետավերցրել։ Հայրը տերտերի շորակրում հայհոյանք է տալիս, մայրը պարզ չիսկի չի կարողացել լակոտ դաստիարակի, որ չգնա պարեկից 5000 դրամ ուզի, բայց այդ լակոտը, որ նարկաման էր, այդ 5000 առաջ երբևէ տեսել եք, որ թմրամիջոց օգտագործող կախվածություն ունեցող մարդը գնա պարեկից փող ուզի։ Եվ հիմա ամենակարևորն եմ ասում։ Սա ուզում եմ ասեմ ես դատապարտյալների հիվանդանոցին, ուզում եմ ասեմ արդարադատության նախարարին եւ դատախազին։ Աստված մի արածց է։ Սա հիմա գտնում է դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ ծնողներն ուզում են ժողովրդի մեջ ասած գժի թղթով ազատեն։ Աստված մի արածց է, որևէ դատավոր հանգարց այդ դատական ակտը կայացնի, որ սա ունի հոգեկան խնդիրներ եւ ինչի համար իր 4 տարի, չգիտեմ քանի ամիս պատիժը չպետք է գրի քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական հիմնարկում էլ իր խցակիցները իրան շատ վատ վերաբերմունք են ցույց տվել, դեռ ինքը միայն վատ վերաբերմունքի արժանի, սա ադբրոս է, սրանք թափոն են, սրանք հասարակության թափոններն են, սրանք այն մարդիկ են, որ եթե մի մարդ բռնությունը, դուք հասկանում եք, ոնց կարա կին կոչվող այդ բռնությունը, չգիտեմ, արդարացնի, գիտեք, բռնություն գործադրողը մի մարդը, արդարացնողը էլ ավելի սարսափելի է, իր ֆան կլուբն են, հասկանում եք սրանք, եւ սրա այս տղան այսօրվա դրությամբ եւ եղբայրը, այս Ֆելոն, որ տենց բաներ ա գրում, սրանք բոլորը ես հիմա իլուր, դուք գիտեք, ես իմ խոսքի տերն եմ միշտ, իլուր հանրության ասում եմ, որ պարտադիր մեկուսացվելու են եւ հայրը, Խամերի պապան,
Խամերի մաման եւ Խամերի եղբայրը։ Եվ հիմա Տիկին Վարդապետյան եւ պարոն Պողոսյան գիտեն, որ նայում եք այս եթերները։ Ես կոչ եմ անում իրավապահ համակարգը կարգի բերել Արարատի մարզում, քիսոներից ազատեք մեզ, այդ Քրիստինե Մանասարյաններից, քիսոները ավելի հարմար աշխատանքի վայր կա, որ գտնվում է Արարատի մարզից մինչև Երևանի ճանապարհին, կարող են այնտեղ տեղավորվել աշխատանքի եւ աշխատել, որևէ մեկը թույլ չի տա, որևէ Քրիստիների, չգիտեմ, կենտրոնում էլ ունենք տենց քնիչ գայաներ, Գայուշիկ, Շահմուրադյան, բայց սրանք չճանաչված գոյություն չունեցող կենսագրության տեր անձիկ են։ Իմ ասածը տենց խիստ մի ընդունեք, ասեմ ինչի, որովհետև սրանք խաղում են մեր ճակատագրի հետ։ Այսինքն սրանք հանցագործներին բաց են թողնում, քրեական վարույթներ չեն հարուցում եւ մենք դիմելու ենք նաեւ հակակոռուպցիոն կոմիտե, Փառք Աստծո դեռ նորանշանակ անձնավորություն կա կոմիտեի նախագահ, դիմելու ենք, որպեսզի այս քննիչի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվի եւ սա իմ պրակտիկայում առաջի դեպքը չի, ես ասում եմ անում եմ, հենց հիմա մի հատ քննիչ դատվում է հակակոռուպցիոն դատարանում, բայց ես միշտ զգուշացնում եմ եւ հիմա էլ եմ զգուշացնում, որովհետև նման քննիչները, սա կոռուպցիոն ռիսկերի առկայությունն է, որտեվ դուք ինքներդ գիտեք, ես երբ չէի ուզենա արտաբերեմ այդ բառը, եթե այդ բառը ընդունում է նորմալ, սա ուրեմն կամ կոռուպցիոն ռիսկերը կամ իր անգրագիտությունն է, իրավական, բայց կոռուպցիան մենակ կաշառք տալը չէ, անգրագիտությունն էլ է կոռուպցիա։ Այս մարդիկ տեղ չունեն իրավապահ համակարգում։ Վստահ եղեք, որևէ կատուշուն իմ ուշադրությունը չի շեղելու, որտեվ դա ես անում եմ ի սրտե։ Մնացածը ավելը ձեռքս, ես իրավապահ համակարգի ես աղբը հատ-հատ։ Իդեմս այս քրեական վարույթ չնախաձեռնող տիկնիկների ես այս աղբը մաքրելու եմ լցնեմ աղբանոց, որովհետև մենք հարկ տանք սրանց, որ սա իմ տված փողով գնա իր համար շիլականի, կասմետիկա առնի, քսվի, որ զանգես ասեն, հա դե մեր քիսոն է, մեր քրիստիկը, եթե իրանք քիսո են ասում, արդեն էլ դրանից հետո էլ բան չի, այսինքն ես փող տամ, որ ինքը ապրի ու ինձ վիրավորեն հանրային ու ինքը որոշի, որ ինքը քրեական վարույթ չի նախաձեռնում, սենց են արել, որ այդ մարզում այտենց համերների շոֆերներ, որովհետև Արարատի մարզի դատախազություն եւ քննչական ձեր մարզում ա եղել, վատ եք աշխատել, որովհետև պետքա պրևենտիվ միջոցներ լիներ, ոչ թե բա որ այդ մարդը մեկին մեքենայի տակ գցեր, հանկարծ անդառնալի հետևանք ունենար, քիսոներ պատասխան տալու, այսինքն հասկանում եք, մենք պետքա ստիպենք Էլ եմ ասում, պետք չի ասել, որ մենք զուտ շուն ու կատու ենք հիմա պաշտպանում։ Այս դեպքերով մենք վերհանում ենք իրավապահ համակարգի բացերը, որտեվ սիրելիս, եթե մարդու մասին է խոսքը գնում, մարդ երկու ոտք ունի, երկու ձեռք ունի, կարա դատապաշտպան վերցնի եւ այլն, իր շահերը ներկայացնի ի վերջո։ Բայց մենք ունենք մի խեղճ շերտ, որ այդ անպաշտպան կենդանիներն են, ու հենց այդտեղ երևում է քննիչների անգրագիտությունը եւ ամենաթողությունը։ Ես խոսք եմ տալիս, որ մենք երևի հաջորդ եթերը երբ որ ունենանք եւ քիսոյի վրա քրեական վարույթ քրիստիկ նախաձեռնված լինի եւ այս մնացած բոլոր մարդկանց արդեն ոչ թե խուլիգանությամբ, նաեւ հանրային հնչեցված սպառնալիքներով։ Այսքանը երևի որտեղ սրանք տեղ չունեն, էլի հավատացեք։ Շնորհակալ եմ Տիկին Պողոսյան։ Հարգելի հետևորդներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, իսկ մեզ կարող եք հետևել նաև Telegram-յան, Instagram-յան եւ TikTok-յան հարթակներում։ Կհանդիպենք։